Այսօր հոկտեմբերի 8-ն է Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Մինչ օրվա վերջ հայտնի կլինեն կառավարության նոր կազմ ու հաղթող կուսակցությունը։ Մեր ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերն այս պահի դրությամբ բաց են ու պատրաստ սպասարկել ընտրող քաղաքացիներին։ Նինոց-Մինդայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի խոսքով մեր շրջանի բոլոր ընտրատեղամասերում աշխատանքային ժամը սկսվել է 07:00-ից։ Ասեմ, որ ուղիղ ժամը 7-ին բոլոր տեղամասերը բացվեցին եւ զանգերը մենք ստացանք, որ բոլոր տեղամասերն էլ բաց են։ Եվ ժամը 8-ին նույն բոլոր տեղամասերում սկսվեց ընտրությունները։ Եվ այս պահի դրությամբ մենք մեր հանձնաժողովի անդամներով այցելեցինք քաղաքի համար 1, համար 2, համար 3 ընտրատեղամասեր։ Ես պետք է ասեմ, որ գոհ ենք ընտրողների լեցուն քանակ, ճիշտ է, որոշ տեղեր անհամաձայնություն, դա գալիս է, ես պարզ ասեմ, դիտորդի կամ վստահված անձի, երեք էլ ես այդ մասին խոսեցի, որ ոչ իմացությունից, որոնք հիմնականում պատճառաբանում են այս անգամ քվեաթերթիկների, իբր պակաս լինելը, երբ արդեն ասում ես, բացատրում ես, որ պակաս չէ, ուրեմն ավել է, իսկ երբ ավելին ես բացատրում, թե ավել չէ, պակաս է, մտածելով, որ այդ քվեաթերթիկները ավել են, խարդախության համար եւ այլն։ Ես էլի եմ կրկնում, մենք ուզում ենք անցկացնել, ուզում ենք չէ, մեր պարտավորությունը անցկացնել բաց թափանցիկ ընտրություն։ Սա է մեր նպատակը, մեր աշխատանքի իմաստը։ Հետո կամ բաներ հենց այդ չիմացությունից գալով խանգարում է ընթացա կարգը։ Ոչինչ, սա բոլոր տեղերում էլ այդպեսին է, բոլոր ընտրատարածքներում էլ այդպեսին է, մենք կդիմանանք, մենք կհաղթարենք եւ հույս ունեմ, որ երեկոյան մենք կունենանք փայլուն ընթացա կարգ։ Շնորհավորական խոսքս առավոտ բոլոր ընտրատեղամասերին ասել եմ, նույնը ասում եմ, շնորհավորում եմ բոլոր ընտրողներին Նինոց-Մինդայի առաջին հերթին իհարկե Նինոց-Մինդայի ընտրատարածքը, հետո նաև Վրաստանի բոլոր ընտրողներին կամքի դրսևորում, թող իրենց կամքն արտահայտեն քվեաթերթիկի միջոցով եւ հույս ունեմ, որ ինչքան բարձր լինի մասնակցություն ընտրողների, այնքան արդյունքները ավելի ցայտուն, ավելի ցուցանիշները բարձր կլինեն եւ առողջություն մինչեւ երեկո համբերություն։ Նինոց-Մինդայի թիվ 2 ընտրատեղամասի նախագահ Մարինե Ղազարյանի խոսքով ընտրությունները ներկա պահին ընթանում են հանգիստ պայմաններում։ Այս ժամի դրությամբ որևէ խախտման դեպք չի արձանագրվել։ Տեղամասում արդեն իր քաղաքացիական պարտքը կատարել է առաջին ընտրողը։ Նշեմ, որ տեղամասում առաջին ընտրությունը կատարել է Նինոց-Մինդայի շրջանի մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Ջորա Սնխչյանը։ Ժամը 7-ին հանձնաժողովի 12 անդամների ներկայությամբ բացեցինք դուռը, դիտորդների ներկայությամբ 1 ժամվա ընթացքում կատարվող աշխատանքները լիարժեք կատարվեցին։ Ժամը ուղիղ 8-ին ներկայացավ առաջի ընտրողը պարոն Սնխչյանը։ Պարոն Սնխչյանի քվեարկությունը լրացրվեց ստուգողական թերթիկը եւ սկսվեց մեր ընտրությունները։ Եվ այս պահին ինչպես է ընթանում։ Շատ ակտիվ մասնակցություն է ընտրատարածքում, ժողովուրդը ակտիվ ձևով մասնակցում է այս ընտրություններին։ Ընտրությունը դա շատ բարդ եւ շատ լուրջ գործընթաց է։ Չպետք է մտածել, որ գնամ ձայնս տամ, պիտի խորը մտածես, որ ընտրում ես քո պետության քաղաքականության օգտին, քո երկրի ապագայի մասին, ու ընտրում ես ձայնես տալիս այն մարդուն, որը պիտի 4 տարի քո ձայնը հասնի պետությանը եւ լինի արժանի падգամավոր։ Այդ գիտակցությամբ ես միանշանակ իմ ձայնը տվեցի 41-րդ կուսակցությանը եւ 41 համարի տակ գործող իմ 17 տարվա падգամավոր Հենզել Մկոյան։ Միանշանակ ես վաղուց դա գիտեի, որտեղ պիտի զգաս, թե ուր է գնում քո երկիրը, ինչ ճանապարհով է ընթանում։ Ես համոզված եմ, որ այս կուսակցությունը, վրացական երազանք, դեմոկրատական Վրաստան կուսակցությունը, սա այն կուսակցություն է, որը դեմքով շրջվել է ժողովրդի կողմը եւ խորացնելով անկախությունը, նա պիտի տանի պետությունը վեր ու վեր, որտեղ մտածում է
տնտեսական զարգացման մասին, եւ ժողովրդի բարեկեցության մասին։ Իսկ մեր падգամավոր արդեն քանի տարի զբաղվում է այդ հարցերով։ Այնպես որ շնորհավորում եմ բոլորին, համոզված եմ, որ կուսակցությունը կհաղթի, մեր падգամավորը կհաղթի։ Կարծում եմ, որ հարթ, նորմալ, ստաբիլ, որտեղ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը գիտի, քարոզ արշավների ժամանակ, կառավարության ժամանակ նա լսել է, կարդացել է եւ մասսայական միջոցներից, եւ թերթերից, ամսագրերից, եւ ինֆորմացիայից տեղյակ է այն մեծագործությունը, այն լավ սկզբի հետ, որը սկսել է ընդամենը 4 տարեկան վրացական երազանք։ Սա շատ կարճ ժամանակ է եւ թույլ տանք, որ այն ծրագրերը, որոնք նրանք նախանշել են առաջիկայում, շարունակեն իրականացնել։ Ընտրության մասնակցելը յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է, կարևոր ու պատասխանատու քայլ, որով պայմանավորվելու է պետության ըստ այդմ նաև քաղաքացու ապագան։ Դրա համար պետք է յուրաքանչյուրը մասնակցի ընտրություններին եւ իր քվեն տա արժանավոր տեխնացուի օգտին։ Հարգելի հեռուստադիտողներ, շրջանի ընտրությունների ընթացքին մեր նկարահանող խումբը հետևում է հաջորդի, մենք եթեր դուրս կգանք ժամը 15:00-ին։